Այդ է պատճառը, նրանք միայն անունով են հայ, բայց քաղաքականապես ռուս կամ թուրք։ Նրանք կրում են ապազգային աշխարհայացք, քանի որ աշխարհը դիտարկում են աղավաղված ոսպնյակներով։ Նման մարդիկ երբեք չեն կարող հայազգի համար պայքարել կամ նրա շահերը պաշտպանել։ Նույնիսկ եթե իրենց կյանքը կախված լինի դրանից, որովհետև նման բանը նրանց էությանը պարզապես չի համապատասխանում։ Հետևաբար, կարող են գալ այն եզրահանգմանը, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները գիտակցաբար կամ անգիտակցաբար հայրենիքի դավաճան են, քանի որ այս նեոբոլշևիկյան համակարգի մասն են կազմում։ Բոլորը հայ ազգի շահերը ծախել են օտար թշնամական ուժերին։ Այդպես է, որովհետև անհնար է Կրեմլի կողմից վերահսկվող այս համակարգի մաս կազմել առանց ծառայելու հակահայկական ուժերին։ Սա ցավոք օբյեկտիվ իրականություն է։ Իզուր չենք ասում, որ ամբողջ համակարգը մինչև հիմքը նեխած է եւ անհնար է այս համակարգից որևէ դրական բան սպասել։ Բացի հայ ազգին դավաճանելուց ու հայրենիքի մեջքին հարվածելուց, այս նեոբոլշևիկյան համակարգի մաս կազմող որևէ կուսակցություն այլ բան անել չի կարող։ Այս շինծու ընտրությունների միակ դրական կողմն այն է, որ ավելի պարզ է դառնում այս դավաճանությունը եւ ավելի հեշտ է լինում տեսնել, թե որ դեմքն է թաքնված տարբեր դիմակների հետևում։ Երբ մոտենում են այս կեղծ ընտրությունները, մարդիկ նորից սկսում են հավատալ, որ այս կամ այն թեկնածուն այդքան վատը չէ։ Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դեմ են եղել բոլորին, նորից սկսում են հույս կապել այս համակարգի հետ։ Սա իրականում հուսահատության եւ ինքնախաբեությամբ զբաղվելու նշան է։ Մարդիկ չեն ուզում զգալ, որ անզոր են, եւ այս կեղծ ընտրությունները նրանց համար ստեղծում են այն պատրանքը, թե իբր կարող են նույն համակարգից տարբեր դավաճաններին ընտրելով ինչ-որ էական բան փոխել։ Բայց երբ ընտրությունները անցնեն ու այդ պատրանքը վերանա, մարդիկ նորից հիասթափվելու են եւ հիշելու են մեզ նման ազգայնականներին, ովքեր առանց շեղվելու ասել են պարշշմարտությունը։ Շատերը խոսում են փոփոխությունից, բայց իրականում վախենում են դրանից, հատկապես տարեցները։ Այդ է պատճառը, որ իրական փոփոխությունը կարող է առաջանալ միայն նոր սերնդի ազգային երիտասարդությունից։ Մեծ իշխանափոխությունը կամ բարեփոխումները բացարձակ չեն կարող փրկել, ինչպես վերանորոգումը չի կարող փրկել ներսից նեխած տունը։ Պետք է դադարել ինքնախաբեությամբ զբաղվել եւ վախը հաղթահարելով ընդունել այս դառը իրականությունը։ Մեր հայրենակիցները պետք է խորապես գիտակցեն հետեւյալ պարզ ճշմարտությունը։ Ավելի հեշտ է ուխտը ասեղի ծակով անցնի, քան արդար ու ազնիվ մարդ հայտնվի այս համակարգում։ Հետևաբար միայն այս համակարգից ամբողջությամբ դուրս եւ այս համակարգին ամբողջությամբ հակադրված նվիրալ ազգայնական քաղաքական ուժը կարող է ազգային հեղափոխություն անել եւ արդարություն հաստատել մեր երկրում, Հայաստանը ազատելով բոլոր գործակալներից ու ձրիակեր դավաճաններից։